Բարև ձեզ, Արեմդյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հիշադակն ու պատմությունը կմիանան երապլուրի մեջ։ ԱՄՆ Իսրայել Ադրբեջան գործարքը Իրանի դեմ։ Անհնար է պատկերացնել հոգևորական մը, որ չխոսի հայրու դեմ իրականացված ցեղասպանության կամ Արցախի մասին։ Դեր Փարեն Քահանա Արաքելյան։ Արցախահայերու ընկերային վիճակը շատ ավելի ծանր է, քան երևցածը։ Մեդաքսե Հակոբյան։ Գերմանիո Թյուրինգիայի հայ համայնքի նախագահը քրեական հայց ներկայացուց Ալիևի դեմ։ Մածունը հայկական սեղանին անբաժան մասը։ Աջակցին Արեմդյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Սույն դարվան փետրվար 25-ին կհրավիրենք բոլոր հայրենասերները մասնակցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161 ամյակին եւ Վահագն գազագերբության հիմնադրության 10-րդ ամյակին նվիրված ցերնարգին։ Միջոցառումը տեղի պիտի ունենա Երապլուր զինվորական բանտյոնին մեջ հերոսի շիրիմին մոտ ժամը 12:50-ին։ ԱՄՆ Իսրայել Ադրբեջան հնարավոր գաղտնիք գործարքը Իրանի դեմ, որոնց դիմաց Ադրբեջանը պիտի ստանար Արցախը։ Այս աղմկահարույց հայտարարությունը ըրած է Հայաստանի Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյան։ Հակոբյանի խոսքով ԱՄՆ-ի նախագահը չի ցանկար խրվել երկարատև պատերազմական վիճակի մեջ, սակայն անոր գործելավոճը չափազանց անկանխատեսելի է։ Ըստ վերլուծաբանին Միացյալ Նահանգներու մեջ արդեն կշրջանառվին տեսակետներ, թե ԱՄՆ կրնա նույնիսկ այսօր ռազմական հարված հասցնել Իրանին։ Դիվանագետը կշեշտե, որ եթե նման հարված իրականացվի, տարածաշրջանին մեջ իրավիճակը կրնա գդրուկ սրիլ։ Անոր քննադատմամբ Թրամփը սովորաբար կնախընտրի հերահար հարվածի մարտավարությունը, արագ գործողություն եւ աբահետ կայլ, խնդիրը լուծված հայտարարելով։ Սակայն այս անգամ դրությունը կբարթանա Իսրայելի ճնշումով եւ Իրանի հնարավոր պատասխան քայլերով։ Հակոբյան գարանցնացնե Ադրբեջանի թերը։ Անոր գարձիկով, եթե ամերիկյան օտային հարվածները չհասնին ակնկալված արդյունքի եւ Իրանը պատասխան հարվածներ հասցնե ամերիկյան ռազմաբազաներուն, կրնա գործի թրվել ցամաքային ներխուժման հնարավոր զարգացում, ուր առանցքային թեր կրնա ունենալ Ադրբեջանը։ Վերլուծաբանի գնահատմամբ զարգացումները կմտնեն սրման շրջան եւ հարաճիգա օրերը կրնան վճռորոշ լալ տարածաշրջանին համար։ Անընդունելի է, երբ հայ մարդը ոտքով հարված է հայ արաքելական Սուրբ եկեղեցու մայր տաճարի դրան։ Այս մասին հաղորդման ընթացքին հայտարարեց Սամոսաբանկի հոգևոր հովիվ Դեր Փարեն Քահանա Արաքելյանը։ Քահանայի խոսքով անհնար է պատկերացնել հոգևորական մը, որ չխոսի հայրու ցեղասպանության կամ Արցախի մասին, քանի որ անոնք ազգային եւ հոգևոր ինքնության հիմնասյուներ են։ Ան շեշտեց, թե մայր տաճարի թուրը սրբավայր մնե, որուն արջև հավատացյալները ձոնգի կուկան եւ ամեն տեսակ ոտնձգություն անընդունելի է։ Դեր Փարենը նշեց նաեւ, որ որոշ շրջանակներ կփորձեն հոգևորականները ներքաշել հերագա բանավեճերու մեջ, սակայն եկեղեցու առաքելությունը այլ է՝ խոսիլ հավատացյալներուն հետ եւ ներկայացնել ճշմարտությունը։ Անոր համաձայն հայ առաքելական Սուրբ եկեղեցին հավատո հանքանագին մեջ կգոչվի երկինք երկրի վրա եւ յուրաքանչյուր փորձ պայքարելու այդ երկնքի դեմ դադարեցված է ցախողման։ Քահանան անդրադարձավ նաև բարենորոգում եզրույթի շարժման, ընդգծելով, որ ճշմարիտ բարենորոգողները անոնք են, որոնք այսօր իրական գործ կկատարեն եկեղեցու ներսը եւ դարբեր ուղղություններով պատասխանատու ծառայություն իրականացնեն քահանայական ժողովներեն մինչեւ թեմերու միջև հաղորդակցություն եւ հովվական ու ծիսական փաստաթուղթերու մշակում։ Դեր Փարեն Քահանա Արաքելյան վստահեցուց, որ եկեղեցին քաղաքական պայքարի մեջ չի մտներ, այլ կշարունակե իր հոգևոր առաքելությունը առաջորդվելով երկնքի առկայության գաղափարով։ Արցախեն բռնի դեղանված հայրու ընկերային խնդիրները կշարունակեն խորանալ։ Այս մասին կհայտարարի Արցախի ազգային ժողովի արտարություն խմբակցության պատգամավոր Մեդաքսե Հակոբյան։ Պատգամավորին գնահատմամբ Արցախահայերու վիճակը շատ ավելի ծանր է, քան ընկերային հարթակներու վրա երևցող պատկերը։ Մարզային հանդիպումներու ընթացքին մարդիկ կբարձրացնեն ոչ միայն իրենց երազանքները, այլև առօրյա լուրջ ընկերային խնդիրները։ Հակոբյան կնշե, որ բազմաթիվ ընտանիքներ անկարող են բնակարան ձեռք բերել։ Մեծամասնությունը կշարունակի ապրիլ վարձով եւ դժվար պայմաններու մեջ առանց մեծ գումար բանջելու, միայն արժանապատիվ կյանքի համար դանիք ունենալու ակնկալիքով։ Պատգամավորը քննադատելով իշխանություններու մոտեցումը շեշտած է, որ Արցախահայերը կներկայացնեն կառուցողական առաջարկներ, օրինակ օգտագործել աշտարակի եւ վարշաբադի չօգտագործված հողատարածքները բնակարանաշինության համար։ Բացի ընկերային հարցերեն խնդիրներ կան նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացին մեջ։ Շատ արցախցիներ ամիսներ շարունակ կսպասեն պատասխաններու։ Ոմանց տարբեր պատճառներով քաղաքացիություն չդրամատրված եւ առցանց սիմումներու գրանցման ընթացքը սահմանափակված է տեխնիկական հնարավորություններով։ Սահմանամերձ գյուղի ընտանիք մը չի կրնար վերականգնել Արցախի մեջ մնացած ծննդյան վկայականները եւ ամիսներ շարունակ ուղարկվի մեկ կառույցեն մյուսը։ Աշխատանքի խնդիրը եւս առանցքային է, հատկապես մարզերու մեջ։
Հակոբյանի խոսքով այս պատճառով շատ արցախահայեր գնախնդրեն բնագիլ Երևանի մեջ, հույս ունենալով նվազագույն աշխատանք գտնել եւ ապահովել իրենց ընտանիքի կենսապահովումը։ Գերմանիա Թյուրինգիա նահանգի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Վարդանյան քրեական հայց ներկայացուց հոլոկոստի թեզիսներու նսեմացման միջոցով ադելություն հրահրելու կասկածանքով։ Թիմումը հիմնված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2026 թվականի փետրվար 13-ին Մյունխի մեջ տված հարցազրույցի վրա։ Հաղորդակցության համաձայն հարցազրույցի ընթացքին հայտարարված է, թե Ադրբեջանի մեջ պահվող հայ քերիները գործադրած են ավելի ծանր հանցագործություններ, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ սոցիալիստներու կողմէ կատարվածները։ Թիմումի հեղինակները կնշեն, որ այս ցեվագերբումները վտանգավոր հարաբերականացում են նացիոնալ սոցիալիզմի ժամանակաշրջանի մարդկության թեմ իրականացված հանցագործություններու նկատմամբ եւ կրնան դիտարկվել որպես հոլոկոստի զոհերու արժանապատվության խախտում։ Ըստ հաղորդակցության, նման թեզիսներ չեն կրնար ընդունելի համարվել ժողովրդավարական հասարակության մեջ եւ կպահանջեն իրավական քննադատական։ Գերմանիա օրենսդրությամբ հոլոկոստի ժխտումն ու նսեմացումը ենթակա է քրեական պատասխանատվության եւ այժմ գործի հետագա ընթացքը կախված է իրավապահ մարմիններու քայլերեն։ Հայկական խոհանոցին մեջ մածունը առանձնահատուկ տեղ կգրավե ըլլալով ոչ միայն սննդարար մտերք, այլ նաև ազգային ինքնության եւ խոհարարական ավանդության կարևոր բաղադրիչ։ Ան կպատրաստվի բնական գաթով եւ թարերը իվեր ներկա է հայկական յուրաքանչյուր ընտանիքի սեղանի վրա, գործածվելով թե առանցին, թե բազմատեսակ ուտեստներու մեջ։ Հատկապես ամռան դա կորերուն մածունը կմատուցվի որպես զովացուցիչ նախուտեստ։ Մասնակետներու համաձայն ան կնպաստե մարսողության եւ հարուստ է օգտակար բակտերիաներով, ինչպես նաեւ լայնորեն կգործածվի աբուրներու եւ աղցաններու պատրաստման մեջ։ Սիրված է ոչ միայն Հայաստանի մեջ, այլ նաեւ արտերկրի մեջ մնալով հայկական խոհանոցի ինքնատիպ խորհրդանիշներեն մեկը։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարաբարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ալավելի կապրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունը պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակի բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան դարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։